Լաչինում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները։ 3 տարածված անսովոր այս հաղորդագրությանը միանգամից հետևեցին տեսակետներ, որ առաջիկայում Հայաստանի էներգետիկ համակարգը ադրբեջանականի հետ սինխրոնացնելու քայլեր կարող են արվել։ Հայաստանի համար տեխնիկապես այս process-ը նորություն չէ։ Վաղուց կա նման գործակցություն Իրանի հետ։ Սինխրոնացում որոշակի ունենք, ասենք թե Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ վաղուց։ Եվ դեպքեր եղել է, որտեղ խնդիրներ եղել, դա անդրադարձել է մեր վրա եւ մեր մոտ եղել անդրադարձել են դե, բայց սա նաեւ ստեղծված են համար, որ նպաստել օգնել իրար այդ խնդիրները լուծելու համար։ Այսինքն էներգետիկ համակարգերի նույնիսկ մասնակի ինտեգրումը ներառում է ռիսկեր, որոնք անգամներով ավելանում են, եթե կողմերից մեկը մյուսի հանդեպ մեղմ ասած էքսպանսիոն քաղաքականություն է վարում։ Այսինքն տեխնիկական առումով Ադրբեջանի էներգետիկ համակարգի հետ ինտեգրումն արդեն ռիսկեր է պարունակում։ Նույնիսկ եթե լավագույն սցենարով մեր հանդեպ որևէ վնասարար քայլ չծրագրեն։ Իդեպ ամիսներ առաջ Թբիլիսին ամբողջությամբ մի քանի անգամ ժամերով մնացել էր խավարի մեջ, հենց Ադրբեջանի հետ ինտեգրված էներգահամակարգում առաջացած խնդիրների պատճառով։ Ամեն ինչ կախված է թե դու ինչ հարաբերություններ ունես, եթե դրական լավ հարաբերություններ, իհարկե դուք օգնում եք իրար։ Եթե հարաբերությունները ինքան է տենշի, դա կարող է լրիվ քո համար մեծագույն խնդիրներ ստեղծի սիստեմատիկաբար եւ անընդհատ, եթե քո համակարգը, որը սինխրոնիզացված է քո հարևան երկրի համակարգի հետ, եթե ինքը անընդհատ ինչ-որ խնդիրներ ստեղծի ու դա արվի հատուկ, այլ ոչ թե պատահականության սկզբունքով։ Իսկ այդ դեպքում, հա, ինքը բավական լրջագույն ռիսկեր է պարունակում մի երկիր, որը քեզ թշնամի պետություն է։ Ինտեգրում ասածը ենթադրում է, որ հենց նախկինում Արցախի տարածքը Հայաստանին կապող էներգետիկ հանգույցով հիմա հնարավոր կլինի էլեկտրաէներգիա մատակարարել ադրբեջանական կողմին կամ նրանից ստանալ էլեկտրաէներգիա։ Այստեղ շատ կարևոր է այս գործարքում ով է վաճառում։ Վաճառողը միշտ ստանում է ավելին, թե ազդեցության իմաստով, թե քաղաքական process-ներում հարկադրանքի լծակ ձեռք բերելու իմաստով։ Տարիներ առաջ Ադրբեջանը Եվրամիության ներկայացուցիչների հետ ռազմավարական համաձայնագիր է ստորագրել, ըստ որի ենթադրվում է, որ էլեկտրաէներգիա է մատակարարելու եվրոպական պետություններին, այսինքն Ադրբեջանը ունի էլեկտրաէներգիայի կայուն ավելցուկ, շնորհիվ այդ թվում բնական գազի պաշարների առկայության։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ նշել էր, որ իրենք կարող են Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել։ Դատելով մեր իշխանությունների ադրբեջանական կողմի հռետորաբանությունից տարբեր առիթներով նրանց արտահայտած դիրքորոշումից այստեղ գնորդը լինելու է Հայաստանը։ Այսինքն Ադրբեջանը ձեռք է բերելու եւս մեկ լծակ Հայաստանի վրա ազդեցություն գործելու համար։ Հատկանշական է, որ երկար տարիներ խոսվում է դեպի Իրան նոր բարձրավոլտ էլեկտրալարի անցկացման անհրաժեշտության մասին, որի միջոցով հնարավոր կլիներ Իրան ուղղել Հայաստանի ցանցերում կուտակվող ավելորդ էլեկտրաէներգիան եւ այն փոխանակել բնական գազի հետ, բայց արդեն երկար տարիներ այդ նախագիծը դոփում է տեղում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։